Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումն ապահովող Սյունիքի ամերիկյան ճանապարհը Թրիփը կկառուցի հայ-ամերիկյան ստեղծվելիք ընկերությունը, որտեղ Հայաստանն ունենալու է 26, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները 74% մասնաբաժին։ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Ըստ նրա, այս պահին Թրամփի պատվին անվանակոչված խաղաղության եւ բարգավաճման երթուղու ծրագրի հետ կապված ռիսկեր չկան, լինելու դեպքում կկառավարվեն։ Թրիփը հայ-ամերիկյան նախաձեռնություն է եւ դրա շրջանակում որևէ նոր երթուղու կամ ճանապարհի քննարկումը անտեղի է, այս մասին հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ Նա նշել է, որ փետրվարի 5-ին եւ 6-ին պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում եւ կհանդիպի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ արտաքին գործերի նախարարի հետ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել Թրիփին միանալու հնարավորությունը։ Հերթական վանդալիզմը։ Ադրբեջանցիները կոտրել են Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհազ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։ Ներկայացնելով ձեռք բերված փաստական նյութերը Գեղարդ հիմնադրամն է ահազանգել այդ մասին։ Հիմնադրամից հիշեցրել են նաև, որ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում է ներկայանալ իբրև բազմամշակութային եւ հանդուրժող պետություն, մինչդեռ միջազգային հանրության համար կերտված այս իմիջը միջոց է քողարկելու հայատյաց քաղաքականությունը, որի դրսևորումներից է այդ պետության տարածքում հայտնված մշակութային կոթողների ոչնչացումը ու յուրացումը։ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության փակման որոշումը հարգվել է, սակայն Բաքվի հետ երկխոսությունն ու գործակցությունը շարունակվում են, հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։ Նրա խոսքով պահպանվել է շփումը միջազգային մարդասիրական իրավունքով եւ պաշտպանված անձանց հարցերով, իսկ դեկտեմբերի 24-ին եւ 25-ին Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հնարավորություն է ստացել այցելել Ադրբեջանում պահվող հայերին։ Մարեն նշել է, որ երկխոսությունը շարունակվում է Ժնևի գլխավոր գրասենյակի մակարդակով եւ հույս հայտնել, որ այն կներառի նաեւ անհետ կորած անձանց խնդիրը։ Վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի ու Վաշինգտոնի ենթադրաբար բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ։ Այս մասին հայտարարել է Լավրովը։ Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն եւ անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որի վրա սեղմելով նրանք կարող են փորձել վնասել մեր երկրին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ընդգծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են ամուր իրավական եւ դաշնակցային հիմքերի վրա։ Ռուսաստանը հապկում եւ ԵԱՏՄ-ում աջակցում է Հայաստանի լիարժեք մասնակցությանը եւ շարունակում է հանդես գալ որպես կարևոր առևտրային, ներդրումային եւ էներգետիկ գործընկեր։ Արտաքին գործերի նախարարությունից հույս են հայտնել, որ Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումը չի խանգարի ավանդական դաշնակիցների հետ համագործակցությանը եւ ընդգծել է, որ Եվրամիության հետ մերձեցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի անվտանգության եւ կայունության վրա։ Գյումրիում նախատեսվող Չոր նավահանգստի եւ արդյունաբերական հանգույցի շինարարության մեկնարկի ժամկետները դեռևս հստակ չեն։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ նախագիծը մնում է արդիական, սակայն դրա իրականացման համար ներկայում իրականացվում են իրագործելիության ուսումնասիրություն, հատկապես տարածաշրջանային սահմանների հնարավոր բացման սցենարների համատեքստում։ Հիշեցնենք, Չոր նավահանգստի գաղափարը ներկայացվել էր դեռ 2021-ին, իսկ շինարարության մեկնարկը նախկինում նախատեսվում էր 2024 թվականի երկրորդ կեսին։ Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահը ի պատասխան այն հարցին, թե հարևան երկրներից ապրանքների ներմուծումը ապա շրջափակումը ինչպես կարող են ազդել գների վրա։ Ի պատասխան նա նաև նշել է, որ նմանատիպ վերլուծություն չունեն, քանի որ նմանատիպ ապրանքների քանակը բավականին սեղմ ու սահմանափակ է։ Այնուամենայնիվ մենք որոշակի ազդեցություններ կտեսնենք բենզինի ներմուծման արդյունքում, սակայն կարծում եմ, որ այդ ազդեցությունները էական չեն լինի։ Ըստ Գալստյանի, եթե մենք ունենանք բաց սահմաններ ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժ ներմուծման եւ արտահանման տեսանկյունից, դա դրական ազդեցություն է ունենալու մեզ վրա։ ՊԿ-Ագարակ սահմանային անցակետում Իրանից Հայաստան եկող բեռնատարում հայտնաբերել է մոտ 24 կիլոգրամ մարիխուանա, որը թաքցված էր կցորդի երկաթե հենարաններում։ Վարորդը Իրանի քաղաքացին ձերբակալվել է եւ կալանավորվել։ Հետագա օպերատիվ գործողությունների արդյունքում Երևան Մասիս ճանապարհին ձերբակալվել են եւս 2 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնք կասկածվում են թմրամիջոցի իրացման մեջ։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ, քննությունը շարունակվում է հնարավոր այլ ներգրավված անձանց բացահայտելու նպատակով։
Արշակ Սրբազանի կալանքը երկարացվել է 2 ամսով, ասել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Միաժամանակ թույլ է տրվել քրոջ երեխաների տեսակցությունը Արշակ Սրբազանի հետ։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։ Ընտրությունների վերաբերյալ չունենք որոշում, եթե ունենանք, կասենք այդ մասին։ Դատարանի դիմաց լրագրողների մի պատասխան նշել է Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ընդդիմության միավորման ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է, հավելել է 3-րդ նախագահը։ Երևանում նախագահական շենքի դիմաց զոհված ծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացրել, պահանջելով նախագահ Խաչատուրյանից ներողություն խնդրել Դավոսում Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։ Նրանք քննադատում են ղեկավարության դիվանագիտական հայտարարությունը, նշելով, որ այն անպատկառություն է զոհվածների հիշատակների նկատմամբ եւ պահանջել են հրապարակային ներողություն։ Առանց այս ծնողների, անհետ կորածների, ընտանիքների, Արցախից բռնի տեղահանվածների, արժանապատիվ հայերի առանց իրենց հարցնելու մենք իրենց չենք իրավազորել, գնա այնտեղ ներողություն խնդրի, շնորհակալություն հայտնի։ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Իրանի հետ եւ կտեսնի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այժմ դեպի Իրան նավեր են շարժվում, ամենամեծը, լավագույնները, եւ մենք հիմա բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Տեսնենք, թե ինչպես այդ ամենը կաշխատի։ Իրանի նախագահը հանձնարարել է Աբբաս Արաղչիին բանակցություններ սկսել ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ Այս մասին նախագահը գրառում է կատարել X-ի իր էջում։ Զելենսկին հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Ուկրաինայում պաշտոնապես ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։ Նրա խոսքով Ուկրաինան աջակցում է Իրանում բողոքող քաղաքացիներին եւ դատապարտում է իրանական իշխանությունների գործողությունները, հիշեցնելով իրանական շահիդ անօթաչու սարքերի հարվածները ուկրաինական քաղաքներին։ Թրամփը հայտարարել է, որ երբեք ընկերություն չի արել Ջեֆրի Էփշտեյնի հետ եւ չի այցելել նրա կղզի։ Նա պնդել է, որ Էփշտեյնի գործով հրապարակված փաստաթղթերը օգտագործվում են իր եւ իր նախագահության դեմ դավադրության համար եւ հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ մի շարք ձախակողմյան գործիչների։ Հիշեցնենք, Ամերիկայի արդարադատության նախարարությունը հրապարակել է Էփշտեյնի գործով միլիոնավոր H փաստաթղթեր, որոնցում արկա է նաեւ Թրամփին վերաբերող հղումներ։ Մոսկվան մինչ օրս Նյու Դելհից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին, այս մասին հայտնել է Պեսկովը։ Ռուսաստանը մտադիր է հետագայում եւս զարգացնել հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Նրա հետ ռազմավարական գործընկերությունը առաջնահերթություն է, լրագրողներին ասել է Պեսկովը, մեկնաբանելով Թրամփի խոսքերը։ ԱՄՆ նախագահը Հնդկաստանի վարչապետի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Նյու Դելհին իբր պատրաստ է հրաժարվել ռուսական նավթից։ Անցած գիշեր անօթաչու թռչող սարքերը լայնածավալ հարվածներ են հասցրել ուկրաինական զինված ուժերի օբյեկտներին Կիևում եւ նրա շրջակայքում, Դնեպրոպետրովսկում եւ հարակից շրջանում, ինչպես նաեւ Խայրկովում, Օդեսայում, Չեռնիգովի եւ Սումիի մարզերում։ Ուղևորների հոսքը դեպի Զվարթնոց, Գյումրի, Շիրակ օդանավակայաններ աճել է։ Գյումրիի օդանավակայանում օրինակ 32.4% է։ Հայաստանի Հանրապետության ավիաոլորտը սակայն ԵՄ սև ցուցակից դեռևս դուրս չի գա, քանի որ նոր խախտումներ են հայտնաբերվել։ Խախտումները ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տարբեր են։ Դավիթ Խուդատյանն ասում է, որ անհրաժեշտ են նաեւ օրենսդրական եւ կառուցվածքային փոփոխություններ։ Նրա խոսքով սեպտեմբերյան աուդիտից հետո արձանագրված թերությունների շուրջ 60%-ը արդեն շտկված է։ Այս ցուցակում Հայաստանը հայտնվել էր այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը եւ այլն։ Արդյոք ինքը ավիացիոն ցուցակը նշանակում է Հայաստանի ավիացիայի կործանում, ոչ չի նշանակում Հայաստանի ավիացիայի կործանում, Հայաստանի ավիացիան զարգանում է եւ վերջին տարվա ընթացքում շատ ավելի լայն թափով է զարգանում։ Փոխարենը նախարարը հայտնում է առաջընթաց են գրանցել նախորդ տարի ճանապարհաշինության ոլորտում։ Ամբողջ տարվա ընթացքում իրականացվել է 61 միլիարդ դրամի ծրագիր, որը ըստ Խուդատյանի աննախադեպ է։ Հիմնական աշխատանքները կատարվել են 504 կիլոմետր ճանապարհների կառուցման, վերակառուցման, մանկապարտեզների ջրագծերի նորոգման, մի մասը լոռու աղետի հետևանքները վերացնելու վրա են ծախսել, այս տարի կավարտեն դեպի Գյումրի գնացող ճանապարհի աշխատանքները։ Նախորդ տարվա կարևոր ձեռքբերումներից նախարարը համարում է Քաջարանի 2 թունելների կառուցումը, որը
որը որակեց պատմական, ասելով, որ ամենաերկար ու զրոյից փորված թունելներն են կառուցել։ Իսկ հանրային ներդրումային կոմիտեում դրական եզրակացություն են ստացել 5 ջրամբարների կառուցման աշխատանքները։ Նախագծերը արդեն կան, վստահեցնում է Խուդաթյանը, իսկ առաջիկայում կմեկնարկեն շինարարական աշխատանքները։ Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված էլ Խուդաթյանը նորություն ուներ։ 26 թվականի ընթացքում մենք կարևոր արձանագրում եւ կարևոր որոշում ենք ընդունել, այն է մոդուլային ատոմակայանի տիպը ինչպիսին պետք է լինի, մենք այս ատոմակայանի տիպը ինչպիսին պետք է լինի եւ մենք որոշել ենք, որ ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային։ Մենք շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Միացյալ Նահանգների, եւ Չինաստանի, եւ Կորեայի, եւ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք եւ մոդելի ընտրության հարցը կարծում եմ կիրականացվի արդեն 2026 թվականին։ Ոլորտի փորձագետների համոզմամբ մոդուլային ատոմակայանի կառուցումը մեր երկրին ձեռնտու չէ ու չի բխում ռազմավարական շահերից։ Մոդուլային ատոմակայանի օրինակ կա ԱՄՆ-ում, ասում է փորձագետը ու հավելում, այն նույնիսկ չի էլ սերտիֆիկացվել։ Աշխարհում մոդուլային կայանների կառուցման փորձ չկա։ Չի կարելի Հայաստանի վրա այդ փորձառությունը անել մեկ, երկրորդը մոդուլային կայանները ենք շատ ձեռնտու մեծ պետություններին, որոնք ահռելի տարածք ունեն կամ մեծ բնակչություն ունեն, երբ որ ուղղակի հասցնել երկի մի ծերից մյուսը էլեկտրացանցերը հնարավոր չի կամ շատ ավելի թանկի, քան մի հատ փոքր մոդուլային կայան կառուցել 50 մեգավատ հզորությամբ։ Հայաստանի դեպքում նորը ունի փոքր տարածք, փոքր բնակչություն։ Մոդուլային կայանների կառուցումը ուղղակի հակացուցված է։ Նախարարը պարզաբանեց, թե իշխանությունները հետևողականորեն քայլեր են ձեռնարկում ԱԵԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ, նշելով, որ այս նախագծի շրջանակներում աշխատանքները ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն։ Անդրադառնալով առաջնահերթություններին կարևորում է երկրի 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, ինչպես նաև միասնական երթուղային ցանցի գործարկումը Արագածոտնում, Արարատում և Գեղարքունիքում։ Արտարոց դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադները 2 բուժարուի, մեկին Մալաթիա Սեբաստիան, մյուսին էլ Արաբկիր վարչական շրջաններից անգիտակից տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն։ Առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու հիմա Արմենիա բժշկական կենտրոնում հրաժարվում են պատճառաբանելով, որ օտար երկացի է։ Հավանաբար տեղեկացի անգիտակիցը չէ։ Անգիտակիցը, հա։ Մոտ 40 րոպե շտապօգնության բժիշկները ստիպված են եղել անցկացնել Արմենիա բժշկական կենտրոնի բակում։ Հավաքվածներն էլ հայտնել են, որ նման դեպքերը պարբերական բնույթ են կրում։ Նախարարը կարող է ծառայական քննություն անցկացնի եւ վերջնականապես այս կարելի ասել այս վատ արատավոր երևույթի դուռը փակի։ Ավելի ուշ առողջապահության նախարարի մամուլի խոսնակն է գրառում կատարել, հայտնել, որ Արմենիա բժշկական կենտրոնի բուժանձնակազմին լավ ծանոթ են այստեղ ամարտիկ։ Մեկ անգամ չէ, որ ալկոհոլային ինտոքսիկացիայից դուրս գալու համար այս բուժկենտրոնում նրանց բուժօգնություն են ցուցաբերել։ Սակայն այս անգամ բժիշկները, այդ թվում վերակենդանացման բաժանմունքի վարիչը, շտապօգնության մեքենային են մոտեցել զննել տղամարդկանց։ Պարզել են, որ նրանք ընդհանրապես ալկոհոլի ազդեցության տակ են եղել, ինտոքսիկացիոն վիճակ չի եղել։ Մարիամ Ծատրյանի խոսքով անձիկ հետո ստապվել ու հեռացել են։ Փետրվարի 3-ին 30-ամյա Դավիթը օփելով Երևան-Սևանի Իջևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սառույցին, հետո երկաթե պատնեշին ու շրջվել։ Բարեբախտաբար տուժած չկա, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։ Վարորդը եղել է սթափ։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փետրվարի 3-ին ծառի կոճղերով բարձված զիլը Իջևան-Սևան-Երևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշներին, հետո հողաթմբերին ու հայտնվել Ձորում։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Փետրվարի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում Ամիրյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատշգամբից քարերն ու սվաղը թափվել են։ Քաղաքացիների անվտանգության համար տարածքում գործող խանութի աշխատակիցներն են հերթապահություն իրականացրել, հետո էլ փրկարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները հեռացրել են քարի կտորներն ու սահմանազատել տարածքը։ Քաղաքապետի հանձնարարությամբ կենտրոն վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ ժամանել են թաղապետարանի աշխատակիցները։ Քաղաքացիների խոսքով այդ փողոցում նմանատիպ բազմաթիվ պատշգամբներ կան։ Դրանք անվտանգությունից ելնելով ամրացման կարիք ունեն։ Բարեբախտաբար հիմա տեսնում եք քաղաքացիներ չեն անցել եւ այդ ամենը չի լծվել մարկանց վրա, բայց ամեն պահի հնարավոր է որ պատշգամբը ինքը կարելի ասել ոնց որ վտանգավոր է մի քիչ, հենա պատշգամբը ճիշտ լինի որպեսզի Երևանի քաղաքապետարանն ու կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը շատ արագ այս պատշգամբների հարցը լուծեն։ Եվ փետրվարի 3-ին ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ դեպի Երևան ընթացող Lexus-ի միջից աղբ են նետում։ Պարզվել է, որ վարորդն է, նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Վարորդը չհերքեց, ասեց այո, շիշը նետել եմ, բայց դե չգիտի, որ նման բան չպիտի արվի։ Մեկը շիշ կնետի, մեկը ծխախոտի տուփ, մեկը եսի ինչ։ Ու հիմա դրա համար էլ ենթարկվում է վարչական պատասխանատվության։